Մեր տաղավարում է Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Լևոն Քոչարյանը, բարև ձեզ պարոն Քոչարյան։ Բարև ձեզ։ Երկրորդ նախագահը շաբաթավերջին ասաց, որ իր քաղաքական թիմը հիմա ակտիվ բանակցություններ է վարում հատկապես Սամվել Կարապետյանի թիմի հետ Ուժեղ Հայաստանի, ինչ դետալներ այս պահին կարող եք հայտնել այդ քննարկումներից եւ արդյոք դեռ արկախված է մանդատների հարցը։ Բանակցությունների հետ կապված դերևս ամենակարևոր բանը, որ այդ բանակցությունները ընթանում են եւ կարծում եմ շուտով կունենանք լավ նորություններ այս մասով, շատ պրոդուկտիվ են եւ շատ գնահատելի է, որ կա ընդհանուր ընդդիմադիր դաշտում այն մոտեցումը, այն հասկացողությունը, որ ընդդիմադիր ուժերը միասին պետք է պայքարեն այս ամենի դեմ։ Ինչ ասել է ընդդիմադիր դաշտ այս պահին, հետընտրական ընդդիմադիր կոալիցիայի հիմքում այն 6 քաղաքական ուժերն են, որոնք, ինչպես հիշում ենք, սահմանադրական դատարանի դիմաց համատեղ հայտարարություն ընդունեցին, թե կազմը փոխվել է։ Չէ, առաջնահերթ հենց այդ ուժերն են կարծում եմ, ովքեր համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ, ովքեր կիսում են մեր կարծիքը, որ ընտրությունները կեղծվել են իշխանությունների կողմից, առաջին հերթին այդ ուժերն են եւ նաեւ մյուս բոլոր առողջ իրապես իրական ընդդիմադիր ուժերը։ Շատ բարի, ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու, ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու կամ մանդատների բաշխման նոր կարգ սահմանելու պահանջով այս շաբաթ սահմանադրական դատարան դիմումներ տարան Հայաստան, Ուժեղ Հայաստան դաշինքները, Բարգավաճ Հայաստան, Միասնության թևեր, ԴՕԿ, Նորուժ, Հանուն Հանրապետության կուսակցությունները։ Լսենք բարձր դատարան գնացած գործիչների տեսակետները, կվերադառնանք։ Մենք համարում ենք, որ ընտրության արդյունքները մեր համար ընդունելի չեն, մերժելի են, որովհետև դրանք չեն համապատասխանում ոչ ժողովրդավարական, ոչ իրավական, ոչ քաղաքացիական որևէ չափանիշի։ Եթե ՍԴ-ն ունենա կամք շարժվի սահմանադրությամբ, հաղթում է ժողովուրդ, հաղթում է պետությունը։ Եթե ՍԴ-ն չունենա այդ կամքը, հերթական անգամ վավերացնի հակապետական այս իշխանությունների գործողությունները, մենք եւս մեկ անգամ պետք է արձանագրենք, որ ամբողջությամբ եւ լիակատար կերպով Հայաստանի ուզուրպացիան տեղի ունի։ Մենք գտնում ենք իսկապես, որ այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր։ Արդյունքների տեսանկյունից ելակետը վկայակոչում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշում։ Ակնկալում ենք վերաքվեարկություն օրենքով սահմանված ընթացակարգերով, պահպանելով ամբողջ կանոնները, բայց որպես այլընտրանք, հաշվի առնելով, որ մաթեմատիկական, ինչպես նշեցի, ԲՀԿ-ն ուներ այդ 4%-ը, առնվազն մանդատների բաշխման այլ կարգ։ Մեր համոզմամբ այն խախտումները, որոնք առկա են եղել եւ ընտրություն քվեարկության օրը եւ ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում կոմուլյատիվ ազդել են ընտրողների ազատ կամքի արտահայտման վրա։ Լևոն Քոչարյանը դեռ մեր տաղավարում է, պարոն Քոչարյան նաև Հանուն Հանրապետության կուսակցությունն է դիմել սահմանադրական դատարան, բարձրացնելով իրենց բառով ընտրակաշառքի համակարգային ազդեցության հարցը։ Ինչպես գիտենք, Փաշինյանը եւ մերձ իշխանական ուժերը պնդում են, թե զանգվածային ընտրակաշառքներ է բաժանել ընդդիմությունը։ Նիկոլ Փաշինյանը ընդհանուր հայտարարել է, թե ընդդիմության օգտին քվեարկած քաղաքացիների 70%-ը քվեարկել է կաշառքով։ Ձեր գնահատականը։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը իր ոճի մեջ փորձում է նախահարձակ լինել, ինքը շատ լավ գիտի իր արած կեղծիքները, այս մասսայական ճնշումները, ռեպրեսիաները, վարչական ռեսուրսը, իրավապահների ապօրինի օգտագործումը հենց քարոզչական process-ներին եւ փորձում է նախահարձակ լինել, այսինքն նույնիսկ այս ամենի արդյունքում չունենալով 50+1%, չունենալով սահմանադրական մեծամասնություն, նա նախահարձակ ելնում փորձում է մեղադրել հակառակը ընդդիմությանը, նույնիսկ սովորական մեր քաղաքացիներին ընտրակաշառք վերցնելու մեջ։ Այս ամենը իհարկե անհեթեթություն է եւ եթե նա այդպես է գտնում, թող ինքն էլ դիմեր սահմանադրական դատարան։ Այսինքն ինչ է նշանակում, դու ասում ես 550,000 մեր քաղաքացիներից, ինչպես ասեց, առնվազն 70%-ը ընտրակաշառքով է ընտրել եւ ինքը ոչ մի գործողություն չի անում սրա հետ կապված, չի դիմում սահմանադրական դատարան։ Այսինքն սա անհեթեթություն է իհարկե ու մենք նաեւ դիմումները, որ ներկայացվել են սահմանադրական դատարան, ցույց կտանք բանավոր ընթացակարգով է լինելու ինչպես գիտեք եւ ժողովրդի աչքի առաջ կլինի այն փաստարկները, որոնք մենք կբերենք եւ կապացուցենք, որ հենց իրենք են խախտել ընտրությունները
Իսկ մյուս ուժը, որ ասեցիք, մերձ իշխանական, ով նաև դիմել է սահմանադրական դատարան, կարծում եմ այդ ուժը ամեն ինչով է ցույց տվել, որ սպասարկում է իշխանությանը եւ փորձելու է սահմանադրական դատարանում միգուցե խոսել այն ամեն ինչից, ինչը իշխանությունները բարձրաձայնում են, ինչի մասին բարձրաձայնում են այդ կեղծիքներից։ Ինչքանով է հավանական, որ ոչ թե ձեր եւ ընդդիմադիր համարում ունեցող ուժերի ձայնը ավելի շատ հաշվի կառնի սահմանադրական դատարանը, այլ հենց այս կուսակցության։ Տեսեք, եթե անկեղծ լինեմ, այս սահմանադրական դատարանից այս կազմով մեծ ակնկալիքներ իհարկե չկա, բայց սա մի գործընթաց է, որը մենք չենք կարող չմեկնարկել եւ նաեւ կարծում եմ աննախադեպ է այսքան քանակը սահմանադրական դատարան, այսքան տարբեր քաղաքական ուժերից դիմումների քանակը, ամեն դեպքում ինչքան էլ որ չունենք մեծ ակնկալիք, միևնույն է գործընթաց է, որը պետք է անենք առաջին հերթին մեր հանրությանը ցույց տալու դեռևս այն հատվածին, ովքեր կարող են մոլորության մեջ մտնել Նիկոլ Փաշինյանի եւ մյուսների խոսույթից, ավելի առարկայական ցույց տալու այդ խախտումները, թե ինչ կանի սահմանադրական դատարանը, չգիտեմ, նորից կրկնեմ, մեծ ակնկալիքներ չունեմ, բայց մեր խնդիրը ավելի մեր հանրությանը ցույց տալն է այդ ամբողջ ապօրինությունների շղթան, որը իրականացնենք եղել բոլորս։ Խախտումները, որը արել է քաղաքացիական պայմանագիրը, հատկապես նախընտրական փուլում, իսկապես բազմաթիվ են, սրանցից ամենաակնառուներից են երևի նաև ֆինանսական ծախսերը, որն արվել են պետական բյուջեից, նույն զորահանդես կազմակերպելը կրել է բացարձակապես նախընտրական բնույթ եւ այս ամեն ինչը պետական միջոցների հաշվին է արվել, եթե չեմ սխալվում 400 միլիոն դրամից ավել կազմակերպվել է այդ միջոցառումների վրա ուղիղ գնման միջոցով նույն կազմակերպությունից, որը կազմակերպել է նաև քաղաքացիական պայմանագրի քարոզարշավի ժամանակ այն համերգները, միջոցառումները, որոնք եղել են։ Այդ դրոն շոուները, որոնք արվել են, որը մեր գնահատմամբ այն ծախսը, որը դրա համար իրենք մուտքագրել են իրենց նախընտրական հիմնադրամում, ակնհայտ ցածր են գրված, իրականում շատ ավելի մեծ է եղել եւ այստեղ կա լուրջ կասկած, որ այդ կազմակերպությանը փոխհատուցել են հենց զորահանդեսի միջոցառումով, որը աստղաբաշխական ուղղակի թիվ էր նման միջոցառման համար։ Մյուս մեծ խախտումը, որը մենք արձանագրել ենք, ընտրացուցակներն են փաստացի ընտրություններին մասնակցած մարդկանց ուսումնասիրությունը կատարելով, այսինքն այն մատյանները, երբ որ մենք մտնում ենք ընտրության եւ ստորագրում ենք, այս ամբողջը մենք հաշվել ենք, թե քանի փաստացի ստորագրություն կա ամբողջ հանրապետությունով այս մատյանների մեջ եւ միայն գրեթե 400 տեղամասերի հաշվարկով մենք տեսնում ենք, որ մոտ 30,000 ստորագրություն պակասում է, քան հայտարարված թիվն է եղել այդտեղ մասնակցությունների։ Այսինքն այդքան տեղամասի մասով X թիվ մասնակցել է, X քանակի քվ է գծվել քվեատուփ, բայց ստորագրությունների քանակը 30,000-ով պակաս է։ Հիմա սրա բացատրությունները մենք պետք է փորձենք ստանալ, իհարկե պետք է եւ սա շատ կարեւոր է, որ մեր հայրենակիցները սրա մասին իմանան, մնացած են վարչական ռեսուրսի ահռելի կիրառումը, վախի մթնոլորտի տարածումը եւ նաեւ շատ առանցքային էր կարծում եմ իրապահ մարմինների այն տեսանյութերը, որոնք տարածում էին, որոնց շատերի մեջ օրինակ չկա ոչ մի ընտրակաշառքի եւ մնացածի թեմա, բայց ուրիշ խոսակցություններ էին իրանք թողնում, այսպես վարկաբեկող խոսակցություններ, որը ակնհայտ քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները օգտագործում էին քարոզչական նպատակներով։ Նույնիսկ ԿՀ-ն դիմել էր հակակոռուպցիոն կոմիտեին, որ այդ տեսանյութերում բացառվեն քաղաքական ուժերի անուն տալը, քանի որ մենք չգիտենք ի վերջո այդ հայտարարությունները, որ արվում են քննչականների կողմից, դրանք ինչ ավարտ են ունենալու։ Գիտեք, անցած 5-6 տարիներին բազմաթիվ են դեպքեր, եթե այսպես հետ գնաք եւ նայեք, որ քարոզչական նպատակով սկզբից մի հատ մեծ այսպես աղմուկ է բարձրացում, որ այ նման ինչ որ հանցանք է եղել, հետո երբ որ նայում ենք այդ քրեական գործի ճակատագիրը, տեսնում ենք ոչինչ չի եղել։ Օրինակ սրբազան շարժման ժամանակ իմ մտերիմի հետ կապված նման այսպես բացահայտում իբր արեցին հեռախոսային խոսակցություններ, որ իշխանությունը յուրացնել էին պատրաստվում։ Այդ գործը մի քանի ամիս հետո փլվեց։ Ուղղակի չկա, դատախազությունը էլ կարճեց, բայց իրանց այդ ժամանակ պետք է այդ աղմուկը, որովհետև մարդիկ հետո շատ հետևողական չեն լինում, տեսնեն թե ի վերջո ինչ ճակատագիր ունեցավ այդ քրեական գործը։ Բայց այդ պահին այդ հաղորդագրությունը գնում է, դրա շուրջ կրքերը թեժանում են, իրենք էլ իրենց էջերով տարածում են, որ այ տեսեք այսպես։ Եվ կարծում եմ ամենամեծ խախտումը նաև սա էր, իսկ
Բարգավաճ Հայաստանի մասով այնինչ արեցին, այդ երկու տեղամասի արդյունքները անվավեր ճանաչել եւ վերաքվեարկություն չնշանակել ուղղակի ամենաբացահայտ այսպես լկտիություններ, որը կարող էին անել, փաստացի գողանալով 5 մանդատ եւ մեկ խմբակցություն պակաս մտցնելով ազգային ժողով։ Հնարավոր փողոցային պայքարը, որի մասին հիմա շատ է խոսվում, նաև Սամվել Կարապետյանը ասաց, որ ցանկալի է միասնական հանրահավաք լինի, նախ ինչքանով է քննարկվել այդ հարցը եւ երկրորդ արդյոք սահմանադրական դատարանի այդ ատյանը հաղթահարելուց հետո միայն պետք է այդ հարցը գա օրակարգ։ Տեսեք, հանուն արդարության կարծում եմ առաջինը մենք ենք ակնարկել, Իշխան Սաղաթելյանն է խոսել անհրաժեշտության մասին, դեռ նախընտրական շրջանում, այո, որովհետև դա մենք տեսել ենք միջոց, որը հնարավոր է նաև այդ միջոցով զսպել այն իրավական եւ մնացած լեկտիությունները, որը կատարվում է իշխանությունների կողմից, ամեն դեպքում ուրախ ենք, որ այս պահին նաև ուժեղ Հայաստանը ունի այն համոզմունքը, որ միասնաբար է պետք պայքարել այս ամենի դեմ։ Դեպքերից առաջ չընկնեմ, մեզ համար բաց է թե փողոցային պայքարը, թե զուգահեռ բոլոր իրավական ճանապարհներով այս ամենի դեմ պայքարելու տարբեր սցենարներ կան եւ այստեղ կարծում եմ մեր քաղաքական ուժը վերջին 8 տարիներին այս մասով կասկածի տեղիք չի տվել։ Այս հարցի մասին իրենց կարծիքն են հայտնել նաև Հայաստան եւ ուժեղ Հայաստան դաշինքների առաջնորդները, մենք նաև քաղաքացիների կարծիքն ենք փորձել հասկանալ, լսենք, կվերադառնանք։ Այնինչ կիրառել է այս իշխանությունը մի 2-3 ամսվա ընթացքում միջև ընտրությունները, եթե այդքանը կիրառվեր, օրինակ Խաչի գյուղից մի գյուղացու, որին ոչ ոք չճանաչեր, ենթադրում եմ մի քիչ ավելի մեծ տոկոս կհավաքեին, քան Նիկոլ Փաշինյանը։ Ամենայն լրջությամբ եմ ասում։ Եթե մի լրիվ անհայտ մարդ հայտնվեր դաշտում եւ ասեր թոշակառուններ ջան 10,000 դրամով ավելացնում եմ, վարորդներ ջան ձեզ բալային համակարգը վերացնում եմ եւ մի շարք այլ քայլերը, որ ուղղակի արձակուրդում գտնվող վարչապետը հայտարարություններով անում էր։ Եվ հայտնվեին եվրոպացի առաջնորդներ, որոնք ասեն, այս տղանը սրանից լավը չկա, հենց ինքը եղավ, դուք դառնում եք եվրո ռեմոնտով Հայաստան։ Կրկնեմ, լրիվ անհայտ մարդը երևի կհավաքեր մի քիչ ավելի շատ, քան Նիկոլ Փաշինյանը։ 760 մարդ մեր ուժից ձերբակալվել են, ընդամենը կալանավորվել են 103 մարդ եւ մոտարապես 100 մարդ տարբեր վարչական հսկողության տակ են, իրենք հորինեցին այդ ընտրակաշառքների թեման, որպեսզի այդ ընթացքում իրենք հանգիստ բաժանեն պետության բյուջեով ընտրակաշառքներ, պետական մակարդակով ընտրակաշառքները, սա էր իրեն զայն բերում, ուրիշ ինչի դիմաց հայ մարդը պետք է Փաշինյանին զայն տա։ 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով։ Առաջի ընտրակաշառք տվողը ինքն է։ Որտեղից գիտի ինքը, տեսել է, բա ինքը ընտրակաշառքով չի արել։ Ինքը որ տար իրանից կվեկալի։ Իրանց ընտրեիք է։ Չէ։ Իրան էլ չէի ընտրի։ Կարող է դժգոհը քվեարկել է նաև ընտրակաշառքով։ Ինձ ոչ Փաշինյանն է հետաքրքրում, ոչ իր ասածները, ոչ կաշառքները, ոչ մի բան։ Դուք ընտրակաշառք չեք պետք։ Չէ։ Այդքան կարկանդակները բաժանել, բերեին մեզ էլ բաժանեին ընդդիմադիրները, քիչ են բաժանել, գնացել ենք ցույցի, քիչ են բաժանել, բա։ Այդ միջև է թոշակ չէր կարում բարձրացներ, աղքատավազ չէր կարում բարձրացներ, վերջ օրերին բարձրացրեց մարդը։ Այդ ընտրակաշառք չէր։ Լևոն Քոչարյանը դեռ տաղավարում է, պարոն Քոչարյան, սիրելի հեռուստադիտողներ, ընդդիմությունը պնդում է, որ Փաշինյանն ինքն էլ սարսափելի դժգոհ է ընտրությունների արդյունքներից, որովհետև չի կարողացել ստանալ այսպես կոչված սահմանադրական մեծամասնություն, որը թույլ կտար փոխել մայր օրենքը, որը ըստ ընդդիմության Ալիևի ուղիղ պահանջն է։ Սա է ըստ ընդդիմության պատճառը, որ նա նոր թափով է անցել ռեպրեսիաների։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս շաբաթ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին զրկեց անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տվեց 22 տարի առաջվա 2004-ին առնչվող ինչ որ գործարքի հետ են փորձում կապել նրան, հիշենք, վերադառնանք։
Փաշինյանի հրահանգին է արձագանքում իրավապահ համակարգը։ Անցած կիրակի երկրորդ նախագահին արգելեցին մեկնել արտասահման, չներկայացնելով որևէ հիմնավորում։ Չնայած նրա գրասենյակը նախապես էր հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանը անձնական հարցերով 3 օրով դուրս է գալու երկրից, մերձիշխանական մամուլը փորձեց ձևախեղել իրականությունն այնպես, իբր երկրորդ նախագահը փորձել է փախչել։ Մարդիկ իրենց այսպես հոգեվարքը փորձում են պրոյեկտել այլ մարդկանց վրա։ Իրենք որ թռնող են, փախնող են, թաքնվող են, մտածում են, թե երևի նման վարքագիծ կարող են դրսևորել նաև ուրիշները։ Իմ մասին չի։ Հատուկ պահպանվող տարածքից Զվարթնոց օդակայանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հսկիչ անցագրային կետից արտահոսած տեսանյութը հայտնվեց Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող հայկական ժամանակում, ինչպես է Քոչարյանը Զվարթնոց օդանավակայանով փորձում լքել Հայաստանը վերջնագրով։ Ամեն տարի առնվազն մի 7-8 անգամ բացակայել եմ Հայաստանի Հանրապետությունից եւ ոնց որ տեսնում ենք դեռ այստեղ եմ։ Բացի դրան հետաքրքիր է, որ 18 թվականից բազմաթիվ դատարանների որոշումներ կան կապված իմ sense խափանման միջոցների հետ եւ չկա մեկ որոշում, որը կընդհանրեր, որ կա ռիսկ արդարադատությունից խուսափելու։ ԱԱԾ-ն դարձել է Փաշինյանի թաշկինակը, հարց ձևակերպեց ընդդիմությունը։ Բայց Փաշինյանը փորձեց իրավիճակը փրկել, հայտարարելով, թե բացարձակ նորմալ է այդ տեսանյութի արտահոսքը։ ԱԱԾ աշխատակիցը կարա որոշի ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի, ինչ խնդրեմ կա դե։ Այսինքն իր տիրապետած ինֆորմացիանը կուզի արտահոսի, կուզի չի արտահոսի։ Ինչ խնդիր կա դե։ Մարդ ով ասում է, որ խնդիր չկա, ԱԱԾ-ի աշխատողինքն է որոշում ինչ արտահոսք տալ, ինչ չտալ, այդ մարդը ամենից շատը պետք է աշխատի կառավարության պահակ, այլ ոչ թե կառավարության ղեկավար։ Ամեն մի քաղաքացի պետք է նաև մտածի, որ ինչ աստիճանի է իր ազնական կյանքը պաշտպանված Հայաստանի Հանրապետությունում։ Ամեն մի քաղաքացի։ Սա շարունակությունն է երևի այս ընտրական գործընթացի ժամանակ գաղտնալսումների համատարած եւ այդ ամենը երևի մի քիչ ավելի հետ գնալով Հովիկ Աղազարյանի, այսպես ասենք, հերախոսի բովանդակության հրապարակումից։ Սա, եթե sense փորձենք խորանալ նաև պատմական դեպքերի մեջ, շատ նման է, մենք այն ճանապարհն ենք բռնել, որը ժամանակին Սադամ Հուսեյն, Բեն Ալի Թունիսում, Սադամ Հուսեյնը Իրաքում, sense նույն ճանապարհը բռնած կառավարությունն է։ Զվարթնոցի միջադեպից 2 օր անց միայն պետք է հայտնի դառնար Ռոբերտ Քոչարյանի ելքը արգելել են, որպեսզի ասպարեզ հանեն ժամկետանց մի պատմություն։ Այդ գործով այո հրավիրվել եմ հակակոռուպցիոն կոմիտե, ծանոթացել եմ абսուրդ է ուղղակի, նույնիսկ չգիտեմ թե ինչ ասեմ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չորեքշաբթի տվեց երկրորդ նախագահին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ 22 տարի առաջվա 2004-ին առնչվող ինչ-որ գործարքի առիթով քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն։ 95 թվականի ընդունված համանadrությամբ նախագահ վավերացնում էր կառավարության որոշումները։ Դա պարտականություն էր նախագահի եւ ոչ թե հաստատում, ես այստեղ հատուկ ուզում եմ նշել, որովհետեւ քնիչի հետ խոսալուց ինքը փորձեց կիրառել այդ բառը, դուք հաստատել եք որոշում։ Նախագահ չի հաստատում կառավարության որոշումները։ Նախագահության այն կարգավորումներով սահմանադրական պահանջեր վավերացնում է։ Սա նշանակում է մեկ բան. դու կապ չունես բովանդակության հետ։ Դու վավերացնում ես, որ դա իսկապես կառավարության որոշում է եւ վավերացնում ես, որ դա հրապարակվի։ Սա ինձ հասկացաք տարբերություն է։ Եվ բոլոր կառավարության որոշումները 95 թվականից մինչև 2007 թվականները վավերացվում էին նախագահների կողմից։ Այդպիսին է սահմանադրական պահանջը։ Վարչական դատարանը արդեն վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումը ընդդեմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով հայցադիմումով վիճարկում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։
Պարոն Քոչարյան, հարցազրույցներից մեկում դուք ասացիք, որ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստան էր մեկնում, այդպես մենք իմացանք, թե ուր էր գնում, երբ նրա ելքը արգելեցին, կարող եք մի փոքր մասնավորեցնել նպատակը։ Տեսեք, նախորոք մենք հայտարարել ենք այդ այցի մասին, նախագահի գրասենյակը դրա մասին ասել էր ու նպատակը սա հայտարարելու հենց այն էր, որովհետև կանխատեսում ենք, որ կարող են փորձել այսպես շոու ստանալ եւ չնայած այդ ամեն ինչին իհարկե նորից փորձեցին եւ հայտարարության մեջ ինչպես ասվել էր, այցը մասնավոր բնույթ էր կրում։ Դեք վերջին 8 տարիներին հայրս բազմաթիվ այցեր է ունեցել թե Եվրոպա, թե Ռուսաստան, թե Արաբական Միացյալ Էմիրություններ, տարբեր տեղեր եւ եթե երբ որ ասում է որ այցը մասնավոր բնույթ է կրում, այսինքն նպատակահարմար չի համարվում ավելի կոնկրետացնել այցի նպատակը, այնպես որ այսքանով խնդրում եմ բավարարվենք մնացածը եթե հարկ կհամարի ինքը հետագայում կասի։ Եվ այս գործի նոր գործի նյութերին, եթե ծանոթացել եք, նաև ձեր գնահատականը գործին կխնդրեմ։ Դեք հերթական անհետեթ գործն է, որը վերաբերում է 2004 թվականի ընդունած կառավարության որոշման հետ, որտեղ ոչ մի բացարձակ ոչ մի ապօրինություն չկա, հակառակը շատ ճիշտ եւ լավ որոշում էր սպորտի զարգացման հետ կապված։ Բայց ես ուրիշ անկյունից եմ ուզում նայենք այս ամեն ինչին, դուք պատկերացրեք, որ այս 8 տարի մեր դեմ տարվող, մեր ընտանիքի հորս դեմ տարվող այս բացահայտ ապօրինությունների, բացահայտ ապօրինի քրեական գործերի այս համատեքստում պատկերացրեք ինչ կարգի իրենք ուրիշ ոչ մի բան չեն գտել, որ հետ են գնացել 22 տարի առաջվա կառավարության որոշում են մեջտեղ բերում ու ասում են նախագահի պաշտոնը վավերացրել է այդ որոշումը իմիջիալոց վաղեմության ժամկետները անցած են այդ գործերի, այսինքն այդ կարգի ոչինչ չունեն, որ ուղղակի այսպես երևի թե իրավական հիմք են փորձել ստեղծել ապօրինաբար սահմանը հատելը, երբ որ իր չեն թողել, այսպես երևի թե նորից գործ են ստեղծում ուղղակի այդ սեկտ կոչվածը սահմանը հատելու, արգելք դնելու համար բացարձակ ապօրինի գործ է անհեռատես, հերթական, այնքան սովոր ենք այս ամեն ինչին, բայց ամեն դեպքում պետք է ամեն անգամ հիշեցնել նաև մեր քաղաքացիներին, մեր հայրենակիցներին այս ամենի ապօրինի բնույթի մասին։ Կան որոշ գնահատականներ նաև ձեր գոլեգաների կողմից, որ Նիկոլ Փաշինյանին այս տեսակ գործողությունների, ինչպես նաև որոշակի հիստերիայի է մղում այն, որ չնայած ինքը հենց ընտրությունների գիշերը վերջնական արդյունքին չսպասելով հայտարարել է իր մեծ հաղթանակի մասին, բայց իրականում այդ հաղթանակը վայելել մի տեսակ չի ստացվում եւ հարցեր է առաջանում, թե ինչքանով է դա հաղթանակ առհասարակ, հա։ Դեռ հեղափոխություն է ուզում Փաշինյանի սիրտը, չորեքշաբթի խորհրդարանում հին ժամանակների ոգով Նահունից դուրս է եկել, խառը մեղադրանքներ հնչեցրել ընդդիմախոսների հասցեին։ Նրա հիստերիան խորհրդարանական ընդդիմության համոզմամբ մի պարզ պատճառ ունի, որ Ալիևին խոստացել է սահմանադրական մեծամասնություն, որի շնորհիվ հեշտ կպայքարի հայկական շահերը առաջ տանողների դեմ, բայց չի ստացել։ Սա պարզ ընտրություն չի։ Սա հիմա կամ նորից հեղափոխությունը նոր թափաստանում կամ հակահեղափոխությունը հաղթում է։ Ինչքան խոչընդոտ կա, ջարդ ու փշուր անելով վերացնելու եմ։ Սա իմ անձնական հանձնառությունն է։ Ընդդիմություն կոչ չի անում դուրս գալ փողոց։ Ես եմ կոչ անում։ Ասում եմ կալուգացի օլիգարխ Ռոբերտ Քոչարյան, բան, այն մեկը, բելարուսացի, ջաղջախելու եմ, անհատապես ջաղջախելու եմ, ու իրանց շոշափուկների եւ մետաստազներին, ջաղջախելու եմ հասցեական, բոլոր հնարավոր միջոցներով։ Հիմա որ Նիկոլ Փաշինյանն այսօր կոչ է անում հեղափոխության, արի պայմանավորվենք անենք, Նիկոլ, բայց պայմանա։ Ոստիկաններից չես հանելու լցնես փողոցները, ոստիկանները չես մղելու անօրինական գործողությունների, հետո դրանից հետո էլ պրեմիա տաս, դու էլ քո ԱԱՑ-ով դադախազով բանով չեղած տեղը մարդկան չես կալանա, որ տեսնեմ կլինի այդ հեղափոխությունը թե չէ։ Եթե ընտրակաշառք տված եւ վերցած որևէ մեկը հաջորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփման օրը բանտում չլինի, սա հեղափոխության թեմա է։ Սա կոնկրետ հեղափոխության թեմա է։ Ասում եմ, ում ձայնը կեղծվել է դուրս եկեք։ Ես կոչ եմ անում դուրս եկեք հրապարակ։ Որտեւ հաջորդիվ դուրս են գալու հրապարակ նրանք, ում ձայնը իրոք կեղծվել է ձեր լրտեսական ցանցերի եւ ձեր ընտրակաշառքների միջոցով։ Եվ ես առաջնորդնելու եմ այդ մարդկանց։ Այդ ժամանակ դուք հեղափոխությունը կտենաք։ Էս այն մարդն է, որ իբր ընտրություն է հաղթել,
որի փր պիտի կառավարություն ձևավորի, բայց սա հաղթածի հոգեվիճակ է, սա հաղթածի կեցվածք է, բայց քան ընտրախախտումներով իբր հաղթանակ ես ձևակերպել, դրանով էլ չես հանգստացել, մի ամբողջ քաղաքական ուժի ձայներ էլ ես հյուրացրել, դրանից հետո էլ չես հանգստանում, հա Նիկոլ Փաշինյան, չես կարողանում Ալիևին բացատրես, թե ոնց է ստացվել, որ մեր ժողովրդին էլ պատերազմով, ահասարսուր, ավերիչ պատերազմով էլ ահաբեկել ես, էլ վախեցրել ես, էլ մարդկանց բանտերն ես նստացրել, էլ ամբողջ աշխարհը եկել է քո կողքը կանգնել ընտրություններից առաջ, բայց մեկը չես կարողացել սահմանադրական մեծամասնություն վերցնել, то 50+1 էլ չես կարողացել վերցնել։ Փաշինյանը բան արեց, կորցրեց ինքնատիրապետումը, վրթովված, ես կրկոտ հռետոր եմ, հարգելի գործընկերներ, հիմա էլ կարելի է ասել, հիմա եթե մի քիչ ինձ հուզող թեմայի մասին խոսամ, էլի կրկոտ եւ եռանդուն եմ խոսալու։ Շարունակում ենք զրույցը Լևոն Քոչարյանի հետ, պարոն Քոչարյան, ձեր կարծիքը զուտ կրկոտ ռետոր է Նիկոլ Փաշինյանը, ինչպես ինքն է ներկայանում, թե ինչ որ բան իսկապես դուրս է եկել նրա վերահսկողությունից, ստիպելով նյարդայնանալ։ Տեսեք, ես իսկապես կարծում եմ, որ նա ունի խոստվածներ, այսինքն դա ակնհայտ երևում է եւ միջև ընտրությունները, եւ այս ընթացքում, եւ այսպես պատերազմի սպառնալիքով մարդկանց վախացնել, այսինքն ինքը հստակ է, որ ուներ տված խոստում եւ այս չկատարելը իր մոտ արդեն տարբեր այսպես վիճակի են իրեն հասցնում, սրանով է պայմանավորված եւ իր այդ կրկոտ ելույթները եւ այն ռեպրեսիաները եւ անդադար այսպես վախեցնելով ընդդիմադիրներին ավելի շատ երևի թե սրա հասցեատերը ոչ թե հայ ժողովուրդն է, այլ Ադրբեջանի ղեկավարությունը, որի փաստացի ենթական է հանդիսանում ինքը, դա կարող ենք արձանագրել իր գործողություններով եւ սրանով փորձում է երևի թե ցույց տալ, որ դեռ ամեն ինչ ինձ համար կորած չէ, այնպես կանեմ, որ այնինչ խոստացել եմ ձեզ, ի վերջո կատարեմ, որովհետեւ այլ բացատրություն նորմալ տրամաբանության մեջ դժվար է գտնել եւ տեսեք ինքն իր ելույթները փաստորեն որակում է որպես կրկոտ ելույթներ, այսպես է, երբ որ չափն անցնում է, բայց ցանկացած մի փոքր այսպես կրկոտ կամ էմոցիոնալ որևէ ընդդիմադիրի ելույթ արժանանում է միանգամից քրեական գործի հարուցման։ Անգամ Facebook-յան ստատուս։ Ես չեմ հիշում Հայաստանում օրինակ երբևէ եղել է որ մարդուն խոսքի համար այսքան գործեր հարուցվեն։ Տեսեք հիմա քանի գործեր կա որ երբ որ դատարանի վճիռներով էլ մարդկանց արգելում են հանրային խոսք ունենալ։ Վերջինը Ռուբեն Հակոբյանինն էր որ հետ են գնացել փաստորեն 2024 թվականի ինչ որ հարցազրույցից կտոր են կտրել եւ բերում են հիմա բազմաթիվ են գործերը, էլի ուղղակի բազմաթիվ են եւ ավելի ակնհայտ ու ակնառու այսպես ազատ խոսքի վրա ճնշում քան բանեցնում են այս իշխանությունները, կարծում եմ իսկապես որևէ իշխանություն նման բան չի արել։ Տեսեք, մինչ Բաքվի քաղաքական շրջանակները վերահաստատում են Հայաստանը արևմտյան Ադրբեջան համարելու իրենց թեզը, շարունակում են հայերիս անվանել օկուպանտներ, Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե ադրբեջանցիները ուղիղ այնքան են շարունակելու արևմտյան Ադրբեջանի մասին խոսել, քանի խորհրդարանի ընդդիմադիրների սեղաններին դրված են Արցախի դրոշները, նկատի ունի ձեր սեղանները խորհրդարանում։ Սա Բաքվի սպառնալիքները արդարացնելու միջոց է, թե այդ սպառնալիքները ձեր գրպանը գցելու հնարավորություն։ Երկրորդ տարբերակն է մեր գրպանը գցելու, Նիկոլ Փաշինյանը դրա վարպետն է, ամեն ինչի մեջ փորձել մեղավորներ փնտրել, բացի սեփական անձից եւ սեփական կառավարությունից։ Գիտեք, այս մասով ադրբեջանցիները արդեն երկար տարիներ խոսում են այդ իրենց խոսույթից, ադրբեջանցիների Հայաստան գալուց, բնակեցնելուց եւ վերջերս, ինչպես ասացիք, նաեւ եղավ հերթական համաժողով այդ առումով, այնտեղ մասնակցում էր Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակը, կրթության նախարարը, եթե չեմ սխալվում, Ալիևն է դրա մասին բազմից խոսել, այսինքն երբ որ մենք խոսում ենք սրանից, երբ որ ընդդիմությունը խոսում է սրանից, դուք հիշում եք ինչպես էին հակադարձում իշխանական կողմից, որ այն նման բան չկա, բայց մենք օդից չենք, չէ, ասում ես խոսույթ կա ադրբեջանական մամուլում, ամենաբարձր այսպես էշելոններում սրա մասին խոսում են եւ մենք չենք կարող սրանից չխոսել, այս վտանգները չբարձրաձայնել սրա մասին եւ մեր ամբողջ գործունեությունը նաեւ միտվածալ նրան, որ որևէ դեպքում այս խայտառակ են սահմանադրությունը, որը կփորձեն բերել, Ալիևի սահմանադրությունը ոչ մի դեպքում հաջողություն չունենա Հայաստանի Հանրապետությունում։
Շնորհակալ եմ պարոն Քոչարյան, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Լևոն Քոչարյանը, իսկ թեման կշարունակենք քննարկել Հայլուրի վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ. Արման, խնդրեմ։ Բարի երեկո, Արման։ Բարի երեկո, Լարա։ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների անվտանգ վերադարձի համար։ Այս մասին Օրդուբադում վերադարձ արևմտյան Ադրբեջան խորագրով 3-րդ համագումար փառատոնի ժամանակ հայտարարել է այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի համայնքի խորհրդի նախագահ Ազիզ Ալիքբերլին։ Դու հետևել ես այդ փառատոնին։ Ասա, խնդրում եմ, ինչքանով են Փաշինյանի այն պնդումները, թե եթե չլինի օրինակ խորհրդարանում ընդդիմադիրների սեղաններին դրված Արցախի դրոշները, Ադրբեջանում կդադարեցվի քննարկումները արևմտյան Ադրբեջանի մասին, տեղին են այս պնդումները։ Իհարկե ոչ, Լարա, Ադրբեջանի գիտության եւ կրթության նախարար Էմին Ամրուլաևն անգամ հայտարարել է, թե արևմտյան Ադրբեջանի թեման ռազմավարական նշանակություն ունի իր երկրի համար։ Նրա խոսքով այս հարցը կարևոր դեր է խաղում ազգային ինքնության ձևավորման եւ երիտասարդ սերնդի դաստիարակության գործում։ Ադրբեջանը չէլ թաքցնում, որ Արցախից հետո նրանց համար թիվ 1 թիրախը լինելու է հայոց պետականության ոչնչացումը։ Որն է այդ պատմականորեն կեղծ արևմտյան Ադրբեջանի համայնքի գլխավոր նպատակը։ Այդ հարցին հստակ պատասխանել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխխոսնակ Զիաֆատ Էսկերովը, ես երևի ուղղակի մեջ բերեմ նրա խոսքը։ Մեր նպատակն է միջազգային հանրությանը հասցնել արևմտյան Ադրբեջանի մասին ճշմարտությունը, պաշտպանել այս հողերից տեղահանված մեր հայրենակիցների իրավունքները եւ ապահովել նրանց խաղաղ վերադարձը հայրենիք։ Համայնքի ղեկավարությունն ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ միջազգային ֆորումներում, այդ թվում ՄԱԿ-ում։ Յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցու իրավունքն է վերադառնալ իր նախնիների հողը, եւ սա նրանց իրավական, պատմական եւ բարոյական իրավունքն է, որովհետեւ այս հողերը մեր նախնիների տարածքներն են, մեջբերման ավարտը։ Կարծում եմ, սա բացահայտում է Բաքվի բոլոր նպատակները, Լարա։ Այո, Արման, շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ տաղավարում էր Հայլուրի վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանը։